150 մետրանոց եռագույնը Էրեբունի փողոցից ծածանվելով հասավ Էրեբունի թանգարան։ Եվրազիա հասարակական կազմակերպությունը Էրեբունի Երևան 2807-րդ տարեդարձի կապակցությամբ որոշեցինք այս կերպով շնորհավորել մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան օրը։ Երևանի հիմնադրման 2807-ամյակին նվիրված Եվրասիա հասարակական կազմակերպության հետ ավելի քան 100 երիտասարդներ հնարավորություն ունեցան ծանոթանալու քաղաքի պատմական արմատներին, ուսումնասիրելու հնագույն բերդի պատմությունը եւ հասկանալու, թե ինչպես Էրեբունիից ծնվեց ժամանակակից Երևանը։ Տեսնում եք այս սև շենքը, դա դամբարանի շենքն է։ Դամբարան է բացվել շատ պատահական 1984 թվականին։ Հպարտություն է ծածանել եռագույնն, ասում են մասնակիցները, անգամ փոքրիկները մի կերպ ձգվելով փորձում են հպվել եռագույնի կարմիր կամ ծիրանագույն ծայրերին։ Մասնակցելով տվյալ միջոցառմանը, որի ժամանակ եղավ 150 մետրանոց եւ ավել դրոշով երթ դեպի Էրեբունի թանգարանը, կարող եմ ասել, որ տվյալ միջոցառումը շատ գովելի է։ Էրեբունի Երևանը միայն տոն չէ, այն արդեն 2807 տարեկան քաղաքի ավանդույթների ու նոր ժամանակների ամուր կապն է, համոզված են երթին մասնակցած երիտասարդները։ Զարուհի Սահակյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։